Բարի առավոտ, Վահրամ Փափազյանն ասում էր, սերը հավատի արտահայտությունն է, իսկ հավատը մարդ մնալու կարևորագույն պայմանը։ Բարև, երբ որ ես եմ մի բան ասում, մի անգամ ասում են դերասանը դերասանությամբ զբաղվի, ինչ գործ։ Բա մեկը չեղավ Վահրամ Փափազյանն ասել դերասանությամբ զբաղվի։ Սիրով ու ժպիտով է հարկավոր օրը սկսել, այնինչ անում ենք մենք, առաջարկում ենք նաև ձեզ։ Սիրով ու ժպիտով ապրենք։ Իսկ ես այսօր ձախ ոտքից եմ զարթեցրելներս։ Լավ էլի Սերգեյ։ Սերգեյ, մենք օրվա ընթացքում անընդհատ նստած ենք անցկացնում։ Հիմա էլ 1 ժամը նստած ենք, գիտես, դիետոլոգները հետաքրքիր բան են ուսումնասիրել, այս բան ուզում եմ քեզ համար հատուկ ընթերցել, որպեսզի դու հատուկ ընթերցել։ Այո, եւ օրինակը ծառայես ընթացքում եղավ։ Ամերիկացի դիետոլոգները մշակել են նիհարելու համակարգ նրանց համար, ովքեր վարում են նստակյաց ապրելակերպ։ Բացի կալորիաները սահմանափակելուց, նստակյաց աշխատանքի դեպքում նիհարելուն կօգնի մի քանի հնարքներ։ Հիմա ասեմ դուք իրար շատ լավ։ Ծիծաղեք եւ լայն բարձր տրամադրությունով ծիծաղեք։ Ես չասեցի քչքջացեք, ասեցի ուղղակի ծիծաղեք։ Հետարքիր ամերիկացին երբ չնայես բերանները բաց են, բայց աշխարհում ամենագեր ազգն են, հետո դա ոչ միայն ավելացնում է հմայքն, այլև արագացնում է նյութափոխանակությունը։ 10-ից 15 րոպե անկեղծ ծիծաղը կայրի 40 կալորիա։ Օրգանիզմից վնասակար կողմերը հանելու, դա վստահեցնում են դիետոլոգները։ Բացի այդ պետք է նստել առանց հենակի աթոռին, մեջքը ուղիղ պահել, լարել մկանները։ Այո, եւ ստանալ մի 3-4 ողնաշարային խնդիրներ, հետո Աշխատանքի վայրում ապահովեք ցածր ջերմաստիճանը։ Սա եւս նպաստում է կալորիաների այրմանը։ Եվ մրսածնում է օրգանիզմը, երիկամները եւ այլ, հետո Երաժշտությունը ցեք աշխատանքի ընթացքում նստած վիճակում բարերը նաև կօգնի ձեզ։ 1 ժամում դուք կայրեք 130 կալորիա։ Պատկերացնում եք ինչ արդյունավետ աշխատանք է, այսպես երաժշտություն լսել, շարժվել, բաման, թե դրա աշխատած ինչ պիտի Ես տենց քեզ չգոհացրեցի Սերգեյ, դու բարբերաբար վատ կողմերն ես ներկայացնում։ Այսօր բացասականն է եւ դրական է եթերում։ Այո, չես ելի հերոսադիտող։ Ուղղակի եթե լուսնի հակառակ կողմը չի երևում, դեռ չի նշանակում, որ այն չկա։ Լավ, այս պահին առաջարկում եմ տեղեկանանք եղանակի տեսությանը, մինչ ես կդաստիարակեմ նրան։ Հələ մի րոպե։ Առաջիկա օրվա եղանակի տեսությամբ եթերում աշխատում է Գագիկ Սուրենյանը, բարի լույս։ Օդերուտաբանները տեղեկացնում են, որ հանրապետության տարածքը կշարունակի կրել արևմուտքից ներթափանցած թույլ արտահայտված ցիկլոնի ազդեցությունը, որը հիմնականում կազդի հյուսիսային շրջանների եղանակի ձևավորման վրա։ Այսպիսով այստեղ երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամուշ գնացում մինչև 20 մետր վայրկյան արագությամբ։ Հյուսիս-արևելքից ցուրտ օդի ներհոսքը կշարունակվի, որով պայմանավորված օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել 1-ից 2 աստիճանով։ Հիմա տեսնենք, թե ինչպիսին է եղանակը հանրապետության մարզերում։ Տավուշի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ։ Իջևան քաղաքում գիշերը սպասվում է 16, ցերեկը 30, Դիլիջանում գիշերը 12, ցերեկը 25 աստիճան տաքություն։ Նույն եղանակն է Լոռու մարզում, երեկոյան առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Վանաձորում գիշերը սպասվում է 14, ցերեկը 24, Տաշիրում գիշերը 8, ցերեկը 22 աստիճան տաքություն։ Իսկ ահա Շիրակի մարզի լեռնային շրջաններում նույնիսկ ցուրտ է։ Աշոտսկում գիշերը սպասվում է 7, ցերեկը 22, Գյումրիում գիշերը 15, ցերեկը 26 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզում երեկոյան տեղումների հավանականություն կա միայն լեռնային գոտիներում, իսկ նախալեռներում չոր եւ շոգ եղանակը կպահպանվի։ Ապարանում գիշերը սպասվում է 11, ցերեկը 24, Աշտարակում գիշերը 18, ցերեկը 34 աստիճան տաքություն։ Իսկ Սևանա լճի ավազանում օրվա առաջին կեսին կդիտվի անամպ եւ առանց տեղումների եղանակ, իսկ կեսօրից հետո կդիտվի անպամացության ավելացում, առանձին հատվածներում կարճատև անձրև եւ քամուշ գնացում։ Հիշեցնենք նաեւ, որ Սևանա լճի ջրի ջերմաստիճանը 22 աստիճան է։ Սևան քաղաքում գիշերը սպասվում է 12, ցերեկը 20, Գավառում գիշերը 9, ցերեկը 23, Մարտունիում գիշերը 11, ցերեկը 24 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզում տեղումների հավանականությունը մեծ է, հատկապես հյուսիսային լեռնային շրջաններում, իսկ նախալեռներում տեղումներ չեն սպասվում։ Աբովյանում գիշերը սպասվում է 30, ցերեկը 17, Հրազդանում գիշերը 12, ցերեկը 24 աստիճան տաքություն։ Իսկ ահա Արարատյան դաշտում օդի ցածր հարաբերական խոնավությամբ պայմանավորված կդիտվի առանց տեղումների եւ շոգ եղանակ։ Արմավիրի մարզում գիշերը սպասվում է 17-ից 18, ցերեկը 34, Արարատի մարզում գիշերը 17-ից 18, ցերեկը 34-ից 35 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում գիշերը սպասվում է 19, ցերեկը 35, Ջերմուկում գիշերը սպասվում է 8, ցերեկը 21 աստիճան տաքություն։ Սյունիքում եղանակային պայմանների էական փոփոխություն չի սպասվում, այստեղ կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ օդի ջերմաստիճանը հիմնականում չի փոխվի։
Ամենատակը կլինի հովտային ցածրադիր հատվածներում, մեղրիում գիշերը կգրանցվի 21, ցերեկը 32, Կապանում գիշերը 16, ցերեկը 30, Սիսիանում գիշերը 9, ցերեկը 24, Գորիսում գիշերը 12, ցերեկը 24 աստիճան տաքություն։ Ստեփանակերտում գիշերը սպասվում է 11, ցերեկը 23 աստիճան տաքություն։ Հիմա տեսնենք, թե ինչպիսի եղանակ է սպասվում մայրաքաղաքում։ Առաջիկա 3 օրերին սպասվում է առավելապես առանձնեղումների եղանակ, սակայն երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ և քամուշ գնացում մինչև 25 մետր վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 8-ին գիշերը գրանցվի 20, ցերեկը 35, օգոստոսի 9-ին նույն ջերմաստիճանն է, գիշերը 20, ցերեկը 35, իսկ օգոստոսի 10-ին ջերմաստիճանը նույնն է, գիշերը 20, ցերեկը 35 աստիճան տաքություն։ Եղանակի մասին այսօր նախապատրաստել ենք այսքանը։ Մնացեք մեզ հետ, ծանոթացեք եղանակի փոփոխություններին։ Կհանդիպենք։ Ասում են ընդամենը 35 աստիճան, բայց քանի որ օդը չորային այդ 35-ը 65 էլ արժի, ամենայնիվ շատ դժվար է շնչել փոշոտ քաղաքում։ Լավ, իսկ շվեյցարացի գիտնականները մարդկային փոխհարաբերությունները լավացնելու սպրեյ են ստեղծել, որը կօգնի ամուսիններին ընդհանուր լեզու գտնելու եւ հաշտ լինելու։ Միևնույն ժամանակ այն կբարձրացնի լիբիդոն, սեռական ցանկությունը։ Սիրելիներս, ուղղակի ինչպես ասում են, պոպոկ կերեք, պոպոկ, սպրեյս ո՞րն է։ Սերգեյ, եւ կնպաստի սեռական կյանքի բարելավմանը ընդհանրեն այդ սպրեյը։ Սպրեյի հիմնական բաղադրիչը օքսիդոցինն է, այն անվանում են նաեւ նրբության եւ վստահության հորմոն։ Պոպոկի հետ կարելի է նաեւ խառնել մի փոքր մեղր եւ ավելի, այսպես դες ավելի վստահ կզգաք։ Այն մարդկանց դարձնում է ուշադիր եւ քնքուշ, իսկ կանանց հանդարտ եւ հարմարվող։ Սիրելիներս, այդ գիտնականները, ովքեր որ հորինել են այդ մեթոդները, մի հատ իրանց կանանց հարցրեք, երբ են վերջին անգամ իրենց կանանց ծաղիկ նվիրել։ Գիտնականները խորհուրդ են տալիս սպրեյն օգտագործել օրական 2 անգամ, ոչ ավել։ Հայրը երևի մի 10 անգամ օգտագործել են, դրա համար հատուկ նշում են, չէ, որ օրական գոնե 2 անգամ։ Լավ, իսկ մաշկը բարելավելու, արևից, գիզիչ, ճառագայթներից պաշտպանելու եւ թարմ ու գեղեցիկ տեսք ունենալու մասին մենք պատրաստել ենք տեսանյութ, որն առաջարկում եմ դիտել հենց հիմա։ Բայց մինչ այդ մենք երևի թե մի հատ վերադառնանք քաղաք Խաչմիրուկ եւ տեսնենք թե ինչ է կատարվում մեր փողոցներում, այն հերշաղջիկը դուսը կանգնած տեսնենք ինչ կա։ Տեսնենք արևը հայրվել է Իրինան թե ոչ։ Իրինա։ Ահա հենա եկավ։ Բարի դիտողներ, ովքեր իրենց հաճելի հանգիստը համատեղում են հետևելով առավոտը շանթում ծրագրին, սակայն եթե դուք դեռ քաղաքային երթևեկության եւ աշխատանքային process-ի մեջ եք, ապա ձեզ տեղեկացնեմ, որ այս պահին բավական դժվար անցանելի է Կիևյան փողոցը բարեկամության հրապարակից մինչև Օրբելի Կիևյան Խաչմերուկ։ Մեքենաները ճիշտ է տեղաշարժվում են, բայց պարբերական կանգառներով եւ շատ փոքր արագությամբ։ Պատճառը ասֆալտապատման աշխատանքներն են եւ հարգելիներս, եթե ձեր բնակավայրը կամ աշխատավայրը ինչպես մերը այս փողոցում չէ, ապա աշխատեք շրջանցել, որպեսզի խցանումը էլ ավելի չմեծանա օրվա ընթացքում։ Տեղեկացնեմ, որ մեքենաների ակտիվ հոսք է նաև Կիևյան կամուրջից այն կողմ, այսինքն Համալիրի հարակից տարածքում, հատկապես Լենինգրադյան փողոցի ուղղությամբ, ինչպես նաև խիտ է երթևեկությունը Մարգարյան փողոցում եւ Իսակովի պողոտայում։ Այս ժամի համար այսքանը, սիրելիներս, թող ձեր ընտրած բոլոր ճանապարհները լինեն բաց եւ ասֆալտապատված։ Վարդուհի, շնորհակալ եմ Իրինա։ Իրինա ջան, հետարքիր է, չէ, Վարդուհի, օրինակ Կիևյան փողոցը, եթե չեմ սխալվում, աշտանը այսպես կարկատեցին, սարքեցին, մենք ահագին փոշի կերանք, հետո որոշեցին հիմա ասֆալտել, շատ հետարքիր է, ասենք, երբ թե բանու գործ չունեն ուղղակի։ Հա, դե քանդում սարքում։ Կարողա թուղթ ու գիրեք մանգալի չեք կարող գտնեք, տղեկ ջան, գոնե իմանայինք էլի։ Եկեք այս պահին դիտենք ինչպես խոստացել է տեսանյութ, ես կրկին անցնեմ Սերգեյին։ Դասի մի րոպե չէ։ Առանց արևի կյանքն անհնար է։ Արևի ազդեցությունը մարդու վրա նյարդաքիմիական է, այն բարելավում է քունը, հիշողությունը, պայքարում դեպրեսիայի դեմ։ Սակայն այն նաև իր բացասական կողմերն ունի։ Արևի ուժեղ ճառագայթների ազդեցության ներքո մաշկի բջիջները սկսում են աշխատել թթվային սթրեսի պայմաններում, ինչի արդյունքում մաշկը կոշտանում եւ կորցնում է առածկականությունը։ Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները հանդիսանում են մաշկի քաղցկեղի առաջացման պատճառներից մեկը։ Պարտադիր չի որ դուք գնաք ծով հանգստանալու, որովհետև ուլտրամանուշակագույն ճառագայթում ամենուր եք, նույնիսկ երբ որ դուք
իջնում եք բակ, գնում եք խանութ, հատկապես վնաս է այն անձանց մոտ, որոնք ունեն հիպերպիգմենտացիայի ֆոն, որովհետև այս դեպքում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության ներքո այդ հիպերպիգմենտացիան կարող է ավելի մքանալ։ Արևապաշտպան քսուկները պաշտպանում են մաշկն արևի վնասակար ազդեցությունից, հանում մաշկի գրգռվածությունը, նպաստում հավասարաչափ արևայրուք ընդունելուն, ինչպես նաև ծառայում որպես պրոֆիլակտիկ պաշտպանիչ միջոց մաշկային հիվանդությունների առաջացման դեմ։ Չի կարելի արևայրուք ընդունել ժամը 11-ից 17 ընկած ժամանակահատվածում, իսկ կրեմներ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել մաշկի տեսակին եւ յուղոտվածության աստիճանին։ Եթե ունի ճարպոտ պրոբլեմատիկ մաշկ, բնականաբար ինքը պետք է ընտրի կրեմ, որոնք չեն պարունակում յուղային մասեր, այսինքն ճարպազուրկ են։ Եվ կրեմի վրա անպայման միշտ նշված է լինում դա, որովհետև եթե սխալ կրեմը ընտրվի, այս դեպքում մենք կարող ենք հակառակ էֆեկտ ունենալ։ Գեղեցիկ եւ ճիշտ արևայրուք ստանալու համար պետք է քսուկը տարածել արևային լոգանք ընդունելուց կես ժամ առաջ, որպեսզի այն հասցնի ներծծվել։ Քսուկն օգտագործելիս պետք չէ առաջնորդվել որքան շատ, այնքան լավ սկզբունքով։ Պետք է մարմնի վրա տարածել առավելագույնը 30 գրամ։ Արևապաշտպան քսուկները օգտագործելիս մի մոռացեք քթի, ականջների, շրթերի եւ ոտնաթաթերի մասին, որտեղ այդ մարմնի հատվածները շատ շուտ են ընկալում ուլտրամանուշակագույն ճառագայթները։ Ով հանգստանալու գնալիս ցանկալի է, որ ջուրը մտնելուց հետո մանավանդ աղի ջուրը, որ ինչ որ չափով քայքայիչ ազդեցություն ունի, ցանկալի է, որ թարմացվի օրվա ընթացքում այդ կրեմները։ Ամռանը մաշկը պաշտպանելու համար խորհուրդ է տրվում ավելի շատ օգտագործել C վիտամին պարունակող մրգեր ու բանջարեղեն։ Այն լրացուցիչ պաշտպանություն է արևի բացասական ազդեցությունից։ Արևապաշտպան քսուկ գնելիս ուշադրություն դարձրեք ոչ միայն պահպանման ժամկետին, այլև բաղադրությանը, որ այն միաժամանակ պաշտպանի արևի A և B ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ կարմրությունը, այսինքն էրիտեման, առաջանում է մոտավորապես 5-ից 8 րոպեում, այսինքն առաջինից 3-րդ տիպի մաշկերի դեպքում։ Երբ որ քսուկը քսվում է արևապաշտպան, բնականաբար այդ ժամանակամիջոցը ինչ-որ չափով երկարում է։ Պարզվել է հետևյալ փաստը, որ եթե արևապաշտպան գործոնը 10 է, այսինքն դա նշանակում է, որ եթե 5-ից 8 րոպե կարմրությունը առաջանալու համար անհրաժեշտ, ապա այս դեպքում մոտավորապես 10 անգամ այս ժամանակամիջոցը երկարում է։ Այստեղից կարելի է անել հետևություն, որ լիարժեք արևից պաշտպանվելու համար նամանավանդ, արդեն պիկ սեզոնին, այսինքն ամռանը, անհրաժեշտ է ընտրել հիմնականում 30 եւ բարձր արևապաշտպան գործոնով կրեմներ։ Գուցե զարմանաք, բայց մասնագետները խորհուրդ են տալիս բոլոր նրանց, ովքեր 6 ամսականից բարձր են ամառվա այս ընթացքում օգտագործել քսուկներ, եթե անգամ դրսում արև չկա։ Մաշկաբաններն ասում են, որ ճիշտ բաղադրության որակյալ արևապաշտպան քսուկներն արժեն 7000-ից 15000 դրամ եւ 1 տարան ձեզ կպաշտպանի ամբողջ արձակուրդի ընթացքում ու միգուցե ավելի։ Իրինա Մկրտչյան, Արտակ Մարտիրոսյան, Առավոտը շանթում։ Այժմ ժամանակն է ներկայացնելու արդեն մեր հյուրերին։ Ավիցենան իր բժշկության գիտության կանոնները գրքում գրել է. բժիշկը 3 միջոց ունի հիվանդի տառապանքը մեղմելու՝ խոտ, դանակ եւ խոսք։ Մեզ են հյուրընկալվել մարդիկ, ովքեր ամեն օր օգտագործում են այդ 3 միջոցները։ Ներկայացնեմ Դետոքս կլինիկայի ռեֆլեքսոթերապևտ Հայկուհի Հովհաննիսյանին եւ ֆիտոթերապևտ Լիանա Իսրայելյանին։ Բարի առավոտ։ Բարևձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ։ Խոսենք ձեր ծառայություններից, ձեր կլինիկան ինչ ծառայություններ ունի։ Կարծում եմ Լիանա Լեպարիտովնան ավելի ճիշտ կներկայացնի մեր ծառայությունները։ Ես որպես եւ ֆիտոթերապևտ, մանկաբույժ եւ մի քիչ էլ գլխավոր բժիշկ, ուզում եմ ավելի լայտ բացել այսպես մեր կլինիկայի։ Մի անգամից թարգմանեք տերմինը, որպեսզի հերոսատող ավելի լավ հասկանա, այսինքն ֆիտոթերապիա դա նշանակում է բուսաբուժություն։ Ուղղակի մեր ժողովուրդը մի քիչ վատ գիտի դրա մասին այն առումով, որ բուսաբուժությունով միայն պետք է զբաղվեն բժիշկները։ Հիմա ով պատահի զբաղվում է դրանով, բայց դա իհարկե շատ պետք սխալ է, որովհետև բույսերը դա նույն դեղերն են։ Միայն նրանք ունեն բնական ծագում, չէ՞,
օրգանական քիմիա եւ դրա ունեն ինչպես եւ բարդություններ, այնպես էլ լավ կողմեր։ Դե անպայման գրագետ բժիշկները զբաղվեն դրանով, որպեսզի ոչ մի վրիպումներ չլինեն։ Կենտրոնը մեր նոր է, երևի 2.5 տարի մոտ։ Մենք զբաղվում ենք ինտեգրալ բժշկությունով, այսինքն քանի որ այստեղ աշխատում են միայն բժիշկներ եւ միայն պետական բժշկական համալսարանի բժիշկներ, բավականին մեծ ստաժով, մենք արդեն երևի մի քիչ անհամեստ կլինի, բայց կասեմ մի փոքր քայլ առաջ ենք օրթոդոքսալ բժշկության մյուս կանոններից, այսինքն մենք աշխատում ենք ամբողջ օրգանիզմը ի սկզբանե ուսումնասիրել լրիվ, քանի որ սա միասություն է, չէ, օրգանիզմը միասնական է, այսինքն եթե մենք առանցին նայենք նրան, մենք չենք կարող գտնել հիմնական պատճառը, որը կարող է ունենալ հիվանդը, եւ մոտեցումը կլինի իհարկե սխալ, քանի որ բոլոր հիվանդությունների ժամանակ կարող է լինել նույն սիմպտոմատիկան, այսինքն նույն փորացավը կարող է լինել բազմաթիվ պատճառներով, որպեսզի գտնել ճիշտը, պիտի ամբողջ սիստեման ուսումնասիրել։ Մենք դրա համար ունենք բավականին հետաքրքիր ախտորոշում, որը մեր Հայաստանում, Երևանում շատ քիչ է արվում, այսինքն ես խոսում եմ իմեդիս սարքավորման մասին, որի մասին ավելի մանրամասը կասի մեր բժշկուհին որպես ռեֆլեքսոթերապևտ, եւ ինչպես արվում մեզ մոտ, նախ եւ առաջ արվում է ախտորոշումը բոլոր առումներով, բժշկական, ինչ որ կա բժշկական աշխարհում, եւ ճիշտ ախտորոշումը, ճիշտ պատճառը գտնելուց հետո մենք սկսում ենք բուժել։ Ծառայությունները տարբեր եւ ողնաշարային ծրագիր կա, եւ կա ընդհանուր օրգանիզմի եւ մաքրման եւ բուժման շատ տարբեր են։ Այնպես որ դրա մասին շատ երկար է պետք խոսել։ Շատ լավ։ Ֆիտոթերապիան, ինչպես եւ շատ ոչ տրադիցիոն բժշկությունները ավելի շուտ ման են գալի պատճառը հիվանդության, այնուհետև վերացնում են հետևանքը։ Օրթոդոքսալ բժշկությունը շատ հաճախ հետևանքի հետևից է ընկել, այսինքն նույն սուրբ ֆիբրիլ, ասենք, տաքությունը 1000 պատճառ կարող է ունենալ, ինչպես օրթոդոքսալը տալիս է ջերմիչեցնող եւ դրանով կարծես արդեն կանգնում է։ Համենայն դեպս դուք շատ լուրջ հակասությունների մեջ եք օրթոդոքսալ բժշկության հետ։ Ինչպես եք հարթում այդ դաշտը մեկ եւ արդյոք կան մեր ինստիտուտում բժշկական համալսարան նկատի ունեմ, ֆիտոթերապիայի, ասենք, բաժին, հոմեոպաթիայի բաժին եւ այլն։ Ես ճիշտն ասած ես չէի ասի, որ մենք շատ մեծ հակասությունների մեջ ենք, քանի որ սա նույնպես բժշկություն է եւ ուղղակի մենք մոտեցումն է մեր ուրիշ, որ ոչ թե պետք է մոտենալ առանցին օրգաններին, չէ, ինչպես ասվում է նեղ մասնագիտության մեջ է արվում, այլ պետք է սիստեման նայել ամբողջովին։ Դա վերաբերում է ոչ միայն օրգանիզմին։ Ես միշտ օրինակ եմ բերում մեր հիվանդներին, որ եթե դուք ուզում եք սիստեման բուժել, չի կարելի առանցին պատճառները վերացնել։ Օրինակ, ես ասեմ ձեզ մի հատ շատ կարճ օրինակ, դուք կհասկանաք ինչի մասին է խոսքը։ Եթե դուք հանրապետությունում ուզում եք գողությունը վերացնել, նա երբեք չի վերանա, քանի դեռ կա պատճառը նրա, այսինքն կա վատ ապրուստ, կա սոցիալական վատ պայմաններ, ճիշտ է, երբեք չի վերանանա։ Նույն օրգանիզմը մինչև ամբողջ օրգանիզմի հիմքից չբուժել, ոչ մի պատճառ, ոչ մի դա հենց հիմնական ձեր եւ օրթոդոքսալ բժշկության բանն է, բախման կետերից է։ Այո, դա բախման կետերից մեկն է։ Այո, հենց դա եմ ասում, որովհետեւ իսկ երկրորդ մասը հարցից կան որևէ ուսումնական հաստատություններ, որտեղ որ հենց պատրաստում են ֆիտոթերապևտների, հոմեոպաթների, բժշկական ինստիտուտի ավելի շուտ նախկին արդեն Գիդուվի հետ դիպլոմային վերապատրաստման կենտրոնի բժիշկների ավանդական բժշկության ամբիոն կա, որտեղ որ եւ ես եմ վերապատրաստվել, եւ մեր բժշկուհին է վերապատրաստվել, ուրիշ հարց, որ մենք ուրիշ տեղերում էլ ենք նաեւ վերապատրաստվել։ Այսինքն մեր նախնական կրթությունը եղել է Հայաստանում։ Մենք բոլորս էլ մեր կլինիկայի աշխատող բժիշկները համենայն դեպս օրթոդոքսալ անցյալում ենք, բոլորս անցել ենք այդ հետո վերապատրաստում են արտասահման, այսինքն այստեղ չկա։
Կա այստեղ։ Կա նախնական կրթության ձևով կա, այսինքն իմ մասնագիտական արդինատուրան ես անցել եմ Հայաստանում, բայց հետագա արդեն պրոֆեսիոնալ կվալիֆիկացիոն կուրսերը անցել եմ դրսում։ Խնդրում եմ երկու բառով էլ, որովհետև ես շատ եմ հարցրել, ասենք շփվել եմ մարդկանց հետ եւ նրանք չեն հասկանում ֆիտոթերապիայի եւ հոմեոպաթիայի տարբերությունը։ Ֆիտոթերապիան դա աշխատանք է զուտ բույսերի հետ։ Հոմեոպաթիան, ես ինքս հոմեոպաթ չեմ, բայց իմ մեթոդի մեջ նաև նման տարրեր կան, ասենք ռեֆլեքսոթերապիայի մեջ, ժամանակակից ռեֆլեքսոթերապիայի մեջ։ Հոմեոպաթիան դա դեղորայքային բուժում չի, դա էներգոինֆորմացիոն բուժում է։ Այսինքն դու տալիս ես ոչ թե նյութը, այլ նյութի պարունակող ինֆորմացիան։ Հոմեոպաթիա կոչվում է նմանը նմանով բուժում, այսինքն այն նյութը, որը որ մեծ դոզայով առաջացնում է թունավորման ինչ-որ կլինիկա, փոքր դոզայով ունի օրգանիզմը բուժող հատկություն։ Եվ ապացույցներ կան, որ դա կատարվում է ընդհուպ մինչև գենային մակարդակով։ Այսինքն էներգոինֆորմացիոն բժշկությունը այն ինչով որ մեր կլինիկայով նաև զբաղվում եմ։ Իր մեջ շատ մեծ ուղղություններ ունի։ Դա եւ ռեֆլեքսոթերապիան է, եւ հոմեոպաթիան է, եւ ժամանակակից բիոռեզոնանսային թերապիայի տարբեր ձևերն են։ Ինչով կբացատրեք մեր օրթոդոքսալ բժիշկների թերահավատությունը եւ շատ հաճախ անգամ ագրեսիվ էսպես։ Ես ինքս անցել եմ այդ этаպներով, նախկինում կարդիոլոգ եմ եղել ու ես ինքս շատ վատ, եթե չասեն, գոնե սկեպտիկ վերաբերմունք եմ ունեցել, թերահավատ վերաբերմունք եմ ունեցել հենց կոնկրետ ավանդական բժշկությանը, մինչև որ չհանդիպեցի իմ ճանապարհին գրագետ եւ անգրագետ մասնագետներից։ Ամեն ինչը մարդկային գործոնի վրա է հիմնվում։ Լավ, ռեֆլեքսոթերապիայի հիմքում ընկած է չինական ասեղնաբուժությունը։ Արդյոք այն կիրառվում է նաև կոսմետոլոգիայի մեջ։ Այո, ռեֆլեքսոթերապիան դա շատ մեծ մասնագիտություն է, այնտեղ շատ ենթաբաժիններ կան, որոնցով որ զբաղվում են մասնագետները եւ ժամանակակից կոսմետոլոգիայի մեջ ակուպունկտուրային կոսմետոլոգիան նաև շատ լավ արդյունքներ ունի, ես ինքս զբաղվում եմ։ Դուք նաև ասացիք, որ ունեք նոր տեխնոլոգիա, Imedis։ Imedis համակարգը դա էլեկտրոպունկտուրային ախտորոշման, այսինքն կետային ախտորոշման, բիոլոգիական ակտիվ կետի միջոցով ախտորոշման ձևերից մեկն է, որը որ հիմնված է գիտական բժշկության վրա։ Իսկ ո՞րն է դրա առավելությունը, յուրահատկությունը։ Յուրահատկությունն է, որ կոնկրետ Imedis համակարգը ունի ամենաժամանակակից մասը, այսպես ասած, ռեֆլեքսոդիագնոստիկայի, կոչվում է վեգետատիվ ռեզոնանսային թեստավորում։ Այսինքն հնարավոր է տեստավորել օրգանիզմում աշխատող բոլոր գործոնները եւ ներքին եւ արտաքին, կոնկրետ մարդու դեպքում ինչպես են դրանք ազդում։ Մի քիչ փակագծերը բացեմ, մենք ապրում ենք արտաքին աշխարհում, մեր վրա բավականին շատ քանակությամբ քիմիական, բիոլոգիական, ֆիզիկական գործոններ են ազդում եւ ունենք մեր ներքին միջավայր, որը նույնպես իր յուրահատկությունն ունի յուրաքանչյուր դեպքում։ Այսինքն մենք այս ապարատի շնորհիվ հնարավորություն ունենք տեսնելու ինչ որ ծանրաբեռնող գործոն օրգանիզմը ունի թե չէ։ Օրինակ, էլեկտրամագնիսական դաշտերով ծանրաբեռնվածություն։ Մենք բոլորս նույն դաշտում ենք ապրում, էլեկտրամագնիսական սմոգի մեջ, այսպես ասած, 4 կողմից էլեկտրամագնիսական ապարատուրա է, որոնք որ ուզեն թե չուզեն ազդում են մեր օրգանիզմի վրա։ Օրինակ, դա կարելի է տեստավորել, դա ազդում է որպես ծանրաբեռնող գործոն տվյալ մարդու մոտ, թե ոչ։ Նույն բիոլոգիական օբյեկտները, նույն ինֆեկցիաները, դա ծանրաբեռնող գործոն է օրգանիզմի համար, թե ոչ։ Եթե ծանրաբեռնող է, ինչ աստիճանի է, որ օրգանի է, ինչպես կարելի է դրա վրա աշխատել։ Բժշկության իսկ որ ոլորտում է պետք կիրառել ֆիտոթերապիան։ Ֆիտոթերապիան էլի որպես ընդհանուր առողջացնող միջոց կարելի է շատ օգտագործել քրոնիկ հիվանդությունների բուժման հարցով։ Այն ինչը որ մեր ժամանակակից օրթոդոքսալ բժշկությունը կաղում է։ Քրոնիկ հիվանդությունների բուժման մեջ միանշանակ։ Իսկ հակացություններ ունի։ Ֆիտոթերապիան միգուցե Լիանա Լիպարիտովնան ասի, ես իմ մասնագիտության մեջ խնդրեմ։ Գիտեք ինչ, քանի որ նա նույնպես ուրեմն դեղորայքային է, իհարկե կան տեղեր, որտեղ կա հակացություններ, բայց նրանք շատ քիչ են, քանի որ դա գիտեք, բուսական աշխարհ է, բիոլոգիական, մենք ինքներս բոլորս բիոլոգիական, այսպես օբյեկտներ ենք շրջապատված, չէ, մի փոքրիկ մասնիկ ենք մեր բնության։ Եվ մեզ համար բնությունը նույնպես ընտրել է մեր բուժող միջոցները։ Դա ուրիշ բան է, որ մարդը դա դարձրել է հաբերի։ Իդեպ ասեմ, որ առաջի հաբը, որը ստեղծել է, եթե չեմ սխալվում, Ռոքֆելերը,
դա եղել է դեղաբույս։ Նա սարքել է որպես հաբեր եւ տվել է աշխարհին։ Դրանից հետո նա քիչ դարել են եւ քիմիական ծագում ունեցող, բայց այսօրվա ֆարմացևտիկայի մեջ 60-70%-ից ավելի դեղերը, որոնք արտադրվում են, ունեն բուսական ծագում։ Եվ մի բան էլ ասեմ, կոնկրետ իմեջից համակարգով հնարավոր է նաև տեստավորել դեղորայքի եւ դեղաբույսերի ազդեցությունը կոնկրետ դեպքում։ Այսինքն դա կոչվում է դեղորայքային տեստավորում, դու կարող ես տեստավորել կոնկրետ մարդու դեպքում, որ պրեպարատն է աշխատում, եւ քիմիական եւ ոչ քիմիական։ Այս ձեր պատասխանից ելնելով ուզում եմ մի հարց արծարծեք, որ շատ հիվանդություններ մենք գիտենք, որ այստեղից է, այսինքն ունեն պսիխոսոմատիկ այսպես բան, հա, պատճառ։ Հիմա երբ որ դուք դեղ եք գրում, ես ասենք միշտ հիշում եմ պոլիկլինիկայի այդ ասենք ծոցյաներին, ովքեր այսպես մի անգամից գրում են անհայտ ձեռագրով տակություն ես գրեցի այդ ասենք մի քիչ ձեր տարբերությունը պատմեք, հա, դա դուք ինչպես եք դեղ ընտրում, ոչ միայն տեստավորում։ Չի տրվում հենց այնպես, այսինքն հիվանդը նստած է բժշկի դիմաց եւ իրենց արանքում կա ապարատուրա, որը հնարավորություն ունի տեսնելու դա ինչ ազդեցություն կունենա, եթե մարդը դա ընդունի։ Իրա ներաշխարհը չեք մոտ ուսումնասիրում, չեք տեսնում այդ մարդուն։ Ուսումնասիրվում է տեստավորման մեջ նաև դա է մտնում։ Մենք նախ եւ առաջ ընդհանուր բժիշկներ ենք, այսինքն բժշկության մեջ ոչ մեկ չի դեռ հանել զննում հասկացությունը, հիվանդի հետ խոսելը, անամնես հավաքելը, դա իհարկե կա։ Եվ կոնկրետ օրգանիզմի դեպքում տեստավորումը իր տակ ենթադրում է շատ բաներ, այսինքն դու նայում ես օրգանիզմի վեգետատիվ նյարդային համակարգի, այսինքն մեր կամքին չենթարկվող նյարդային համակարգի պատասխանը մեր տրված ինֆորմացիային, կոնկրետ դեղաբույսին, կոնկրետ դեղորայքին, ընդունեց դա մարդուն վեգետատիվ նյարդային համակարգը, դու կնշանակես, ընդունեց եւ ինչ դոզայով ընդունեց նույնիսկ էլի։ Տրադիցիոն դեղերը հաճախ շատ ասենք վնաս ունեն այսպես պաբոչնի էֆեկտ, հա։ Քիմիական դեղորայք։ Հա, ձերը ունի թե ոչ։ Դեղաբույսերի այդ պաբոչնի էֆեկտները ընդհանրապես ասեմ այսպես, ամեն ինչը չափի մեջ է լավ, չէ՞։ Եթե դուք ուտեք մի անգամից 3 լիտրանոցով մեղր, կմահանա։ Չնայած մեղրը ինքը բավականին լավ ազդեցություն ունի։ Նույնը դեղաբույսերն են, նույնը բոլոր դեղերն են։ Տարբերությունը նրանումն է, որ ես ինչու ասացի պիտի զբաղվի անպայման բժիշկը։ Բժիշկը կարող է տվյալ հիվանդին չափավորել դեղաբույսը, ինչպես չափավորվում է դեղը։ Այդ նույնը չի կարող անել ոչ բժիշկ։ Քիմիական դեղորայքը շատ հաճախ քողարկում է հիվանդությունը եւ դու չես կարողանում ռեալ պատկերը տեսնել։ Այ շատ ավելի հեշտ գնում են, այսպես ասած, բժշկական լեզվով այն հիվանդները, որոնք նախապես քիմիական դեղորայքով բուժված չեն, այդ արդեն մեր պրակտիկայում մենք ամեն օր համոզվում ենք, այսինքն մաքուր վիճակում հիվանդին տեսնելը մի քիչ բարդ խնդիր է, որտեղ հիմա դեղորայք խմելը շատ հեշտ է, իսկ այդ դեղորայքը դուրս բերելը օրգանիզմից արդեն մեր Մարդի գտնեն բերող համակարգի համար այդտեղ դառնում է տարիցի համապատասխաններ, որը շատ սխալ է։ Հիմա բուժում նշանակում են դեղատնի աշխատողները։ Ոչ տրադիցիոն բժիշկներին շատ հաճախ մեղադրում են նաև երբ որ դուք լավ ռեզուլտատ եք ունենում, օրթոդոքսալ բժիշկները ասում են դե պլացեբո էֆեկտ էր, ուղղակի հավատաց դրա մասին ինչ կարող եք ասել։ Ես իմ անձնական փորձը չեմ ուզում, իմ անձնական որպես պացիենտ փորձը մի քիչ չնայած ասեմ, որ ես ինքս շատ երկար ժամանակ ալերգիկ եմ եղել ու ինձ համարում էին անհույս ալերգիկ, որ ես ընդամենը բուժեցի, այսինքն ես չբուժեցի, իմ բախտը բերեց, ես հանդիպեցի մասնագետի, որ ընդամենը ձեր ասած հոմեոպաթիայով 3 գրանուլայով ինձ բուժեց, որը իմ համար շոկ էր, որպես օրթոդոքսալ բժիշկ ճիշտն ասած։ Հետո մի բան էլ ես ավելացնեմ, եթե դա պլացեբո առանց հավատալու բուժվեց։ Քանի որ իրենք նույնպես բժիշկներն են, թող իրենք իրարեին դա։ Վերջո կարևորը ռեզուլտատն է, ոչ տարբերություն պլացեբո էֆեկտը չէ։ Բուժում են նույնիսկ եւ երաժշտությամբ են բուժում եւ չէ, մենք ասում ենք, որ խոսքը հիվանդին կարող է եւ բուժել եւ սպանել։ Այ հենց հիմա Չինաստանի հավաքականը ամենաշատ մեդալներ ունեցողն է։ Բոլորս երևի հետևում ենք օլիմպիական խաղերին ու ամբողջ աշխարհում եք հայտարարվեց, որ դա ասեղնաբուժության էֆեկտն է։ Ես շատ ուրախ եմ դրա համար, որ մարդիկ լսում են դա։ Իսկ եթե ստանաք հրավեր, գուցե մեր հավաքականին օգնեք այդ հարցում։ Ես ես շատ ուրախ եմ։ Մենք ասեմ մեր հավաքական առողջապետ չի բժշկին։ Մենք շատ ունենք հիվանդներ,
Մենք ընդհանրապես ես կասեմ, որ մենք գովազդ չենք անում, որտեղ մեր հիվանդները գալիս են մեկը մյուսին ասելով, մեկը մյուսին բերելով, մեկը ստանում է էֆեկտ, իր ամբողջ ցեղին բերում է, որովհետև մեզ մոտ այսպիսի գրավական է, ոչ մի հիվանդ առանց բուժվել չպիտի գնա մեզ մոտից, որտեղ բոլորը բժիշկներին ուղղակի անհարմար է, եւ ես ուղղակի գտնում եմ այսպես, ինչքան կան չբուժող կենտրոններ բավական է, մեր ժողովրդին դա հերիք է, հիմա թող լինի միայն բուժող, այսինքն միայն ստանան էֆեկտ եւ գրագետ մոտեցում, որը շատ կարեւոր է այսօրվա մարդու համար, որին շատ հեշտ է խաբելը, բավական է, չի կարելի այդքան խաբել ժողովրդին։ Պիտի ճիշտ մոտեցում, ճիշտ բուժում, մարդը գնաց առողջ, լավ եւ իհարկե իր դա եւ վերջապես դա բիզնեսի օրենքն էլ է։ Ես կարծում եմ շատերին հետաքրքրի այո այս թեման եւ ձեզ ինչպես կարող են դիմել։ Մեզ ինչ է դետոքս կլինիկան, դա կա բոլոր եւ Սփյուռում եւ տարբեր տեղերում հեռախոսի համարները կան, արդեն մենք բավականին ճանաչված ենք։ Ուղղակի որպես մասնագետ, որպես գլխավոր բժիշկ ես ուզում եմ մի փոքր լրացում անել նաեւ մեր այսօրվա ամենածանր, ամենատարածված հիվանդությունների սեռավարակների մասին, որոնց մասին մեր շատ վատ գիտի մեր ժողովուրդը, ավելի շուտ ոչինչ չգիտի։ Ես ուղղակի ձեզ կարող եմ հավաստիացնել ինֆարկտների շատ մեծ տոկոսը, երևի կասեմ 80-ից ավելին գալիս է սեռավարակներից, քլամիդիա, տղամարդկանց մոտ, ոչ միայն կանանց, տղամարդկանց, ուրեապլազմաներ, տարբեր տեսակի վիրուսներ, ցիտոմեգալովիրուսներ, Էփշտեյն-Բար, որը եւ վերջապես ինչու մենք ամեն ինչում ընդօրինակում ենք Ռուսաստանին, մյուսներին, այս հարցում չենք ընդօրինակում, չէ որ այնպիսի լավ հաղորդումներ կան, ամեն անգամ նայելիս ծանոթացնում են եւ Էփշտեյն-Բարի հետ, եւ այդ վիրուսակիրների, որոնք կրճատում են ուղղակի կյանքը, կրճատում են։ Ինչի պիտի մեր երկրում, որտեղ մարդը կարող է ապրել 100 եւ ավելին, այսքան կարճ են ապրում։ Ինչու՞։ Որովհետեւ Լավ, եկեք հեռու մնանք վարակներից, շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրերն են դետոքս կլինիկայի մասնագետները, շնորհակալություն ձեզ մեզ սիրուն կալելու համար, իսկ այս պահին գովազդն մեր եթերում։ Այժմ անդրադառնանք մեր հեռուստաընկերության նորություններին։ Դրանք մեզ մշտապես ներկայացնում է Լիանա Բաղդասարյանը Անոնսներ Էջում։ Այսօր Լիանան կներկայացնի մեզ աստղիկներ նախագծից։ Խնդրեմ Լիանա։ Շնորհակալություն Վարդուհի, առիթ ունեցած կլինեք համոզվելու, որ երբ փոքրերն են երգում, անմիջականությունը բեմից դեպի հանդիսատես եւ հեռուստադիտող ապահովված է։ Փոքրիկների անկեղծ կատարումները լսելու առիթ արդեն ունեք։ Աստղիկներ նախագծի 3-րդ եթերաշրջանի 2-րդ փուլն է հիմա։ Լսումների փուլն ավարտվեց, հիմա արդեն հերթը թատրոնի փուլինն է։ Այստեղ հատկապես պետք է հնարավորինս շատ տպավորություն թողնել կատարողական առումով։ Իդեպ նկատեք, որ փոքրիկները ոչ միայն հայալեզու երգեր են ընտրել, այլև օտարալեզու ու շատերը հաջողել են։ Ու շատ կարևոր է նաև մեծերի, տվյալ դեպքում աշխատակազմի շփումը եւ ճիշտ մոտեցումը երեխաների նկատմամբ։ Մի խոսքով երգում են ապագա աստղիկները։ Իմ փոքրիկ նավակ, իմ փոքրիկ նավակ, կհասնես արդյոք ծովի կապուտակ, թե ճանապարհին, որ գալես համին, և դու քնեցիր ծովի հատակին։ Եկել ես այստեղ ճանաչված լինելու, չէ, ուղղակի ինքդ քեզ հասկանալու կամ ինքդ քեզ փորձելու։ Իմ ուժերը փորձելու։ Քո ուժերը փորձելու։ Իսկ քո կարծիքով դու ուժեղ ես։ Իմ կարծիքով։ Այո։ Իսկ իմ կարծիքով։ Իսկ իմ կարծիքով։ 50-50։ Ինչ ասացին ժյուրի անդամները։ Ժյուրի անդամները ասացին, որ լավ եմ երգում, բայց Well, I bring one, hang up the phone. So that means now you made it home. Don't want nothing to be wrong with part-time lover. You shouldn't with me, I think the light. So that means now tonight's the night for me and you, my part-time lover. Cette heure qui m'obsède jour et nuit, cette heure débonnée d'aujourd'hui, ils viennent d'aussi loin que je viens, traînés par 5000 musiciens.
Maybe you love me too. Maybe no, I don't know. I love you. I need you every time I want to see your eyes. I love you. I need you every time I want to see your eyes. Աշխարհում բարերը շատ են, ոնց է սովորեմ, շարժումներ կան, որ շատ բարդ են, ոնց ես կատարեմ. Память уже не жалеет, мысли не бьют по рукам. Я тебя провожаю к другим берегам. Ты перелетная птица, счастье ищешь в пути. Приходишь, чтобы проститься и снова уйти. Летний дождь, высокий, красивый, все на месте. Шепчет нелегко и просто, что придешь, ты придешь, но будет пусто. Облака, белогривые лошадки. Говорят мебяки-буки, как выносна земля. Дайте, что ли, карту в руки, погадать на короля, о-ля-ля, о-ля-ля. Погадать на короля, о-ля-ля, о-ля-ля. Эх, мам! Ին ամբինա լավ մաստիկան եք։ Այո։ Պարամ պամ պամ, պարամ պամ պամ, պարաբիրը պարաբիրը պամ պամ, պարամ պամ պամ, պարամ Վերջ։ Դե հիմա այտենց երկելով էլ դուրս արի, որտեվ անցել ես։ Oh, darling, please believe me, I never do you no harm. Believe me when I tell you, don't ever leave me alone. Kele gel gitme ne, kogova gel gitme ne, sira volarik, vira volarik. Солнышко в тебе смеется. Мама, без ума тебя люблю я, мама. Артемий чисто равно, тараванка в саруто. Айнорик, джалорик, калорик утабали. Իսկ այժմ երաժշտական փոքրիկներից անցում կատարենք երաժշտական մեծերին, ամառային արեգակ տեսահոլովակ այս պահին։ Վարդուհի ջան, ես քեզ շատ եմ նյարդայնացել այսօր։ Չեմ ներում։ Ես Սաղիկյան տունի եւ ես բան եմ արել, քեզ համար սյուրպրիզ եմ արել այսօր, հասկանում ես։ Հեսա կտեսնես։ Ապա խնդրեմ, տեսեք թե ինչ ծախսերի միջոցով եմ ուզում ես Վարդուհուս սիրտը շահել։ Mare lucida, l'astro d'argento, placida l'onda, prosperio il vento. Sul mare lucida, l'astro d'argento, placida l'onda, prosperio il vento. Viene t'all'agile, l'arcita mia, Santa Lucia, Santa Lucia. Viene t'all'agile, l'arcita mia, Santa Lucia, Santa Lucia. Con goste zeffiro
così suave, off come bello, prospero lave, con goste zefiro, così suave, off come bello, prospero lave, su passaggeri, marcita mia, Santa Lucia, Santa Lucia, su passaggeri, marcita mia, Santa Lucia, Santa Lucia. Բրավո, բրավո, ես շոյված եմ Սերգեյ ջան, անչափ շնորհակալ եմ, ճիշտ է, սերնադ Տեսնում եք թե կնոջը ինչքան քիչ բան է պետք։ Ճիշտ է, պատուհանի տակ են երգում մենակ սերենադը։ Քիչ ուշադրություն, գոնե ամիսը մի անգամ ծաղիկ արեք, սերենադ երգեք իր համար եւ ամեն ինչ ոչի խնդրեմ չեք։ Ներում եմ քեզ Սերգեյ ջան, այսուհետ ես քեզ հարգում եմ, հարգելիս։ Հարգել պետք չի, պետքա սիրել։ Լավ, ներկայացնեմ մեր հյուրերին, գիտությունով կչալե կազմակերպության հիմնադիր տնօրեն Տարոն Գասպարյանն է մեր հյուրը եւ երաժիշտները կոնսերվատորիայի ավարտած։ Ներկայացեք, խնդրեմ։ Արսեն, Տիգրան եւ Կարապետ։ Կարապետ ջան, հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ, շնորհակալ եմ։ Ինչով է զբաղվում ձեր կազմակերպությունը։ Ունեք սերենադային այսպիսի երյակ, հետաքրքիր։ Մեր գործունեության նպատակն է բարձրաճաշակ երաժշտություն մատուցել եւ ուրախացնել մեր ազգի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։ Իսկ միայն գեղեցիկ սեռի, օրինակ ես ուզում եմ Սերգեյին երգ նվիրել, զանգում ասում խնդրում եմ։ Սերգեյիս համար մի հատ սերենադ ուղարկեք։ Սիրով ուղարկում ենք, որովհետև նման հարևանները պատկերացրեք չեն զարմանում, որովհետև նման դեպքեր շատ է եղել, որ հենց գեղեցիկ սեռի ներկայացուցիչը սիրած անձնավորությունը հենց սերենադան է։ Լինում է դեպք, որ կինը հենց ամուսինու ծննդյան տարեդարձին սերենադա պատվիրում մտնում են Իսկ անախորություններ եղել են, ասենք, սերենադ, ասենք, պատվիրեն, գակ երգեք, մեկը հերը դուրը բացի «Հապայ լստից արա հերիք ասեմ, աղջկաս չեմ տապան տես, բանելնում եմ»։ Նման բաներ չի եղել, ես էլ այս տարբերակով եմ մտածում, եթե կյանքում մարդ գոնե մեկ անգամ սիրահարված լինի, չի կարող սերենադ երևույթին դեմ լինի։ Իսկ որտեղ որ մենք սերենադ ենք հնչեցնում, բրավոներ, ծափահարություններ։ Հարևանները դուրս են գալի ծափահարում են, հա։ Միկրոֆոնը վերցրեք, խնդրում եմ։ Միկրոֆոնը վերցրեք։ Կամ ուղղակի թեքեք դեպի ձեզ։ Դուք երգում եք տարբեր լեզուներով։ Նեապոլսկի, հայկական, ունենք նաև հայկական երգեր։ Հայկական սերենադներ կան։ Այո։ Ուրեմն ունենք երգացանք, պատվիրատուն ինքը մոտենում է մեզ եւ անտեղից ինքը արդեն ընտրում է թե որ երգը տվյալ սերենադի ժամանակ հնչեցվի։ Երևանի սիրուն աղջիկ, ով սիրուն կամ ասենք իտալական դասական սերենադներ։ Ափսոս որ հայկական երևի թե Երևանի սիրուն աղջիկ, ով սիրուն կամ ծաղիկներ, դրանց ավել չկա, էլի քիչ են սերենադները։ Կան, պատվերներ կան, խնդիր չէ, շատ կան։ Իսկ լինում է որ ռաբիս երաժշտություն են պատվիրում։ Նման դեպքեր լինում է։ Երգում եք որ։ Չէ, ստիպված չկա, որովհետև մենք ունենք սկզբունքներ, երբեք մեր սկզբունքներին դեմ չենք գնում, իսկ մեր սկզբունքները այն է, որ մենք, այսինքն եթե ամեն քայլափոխի կարելի է լսել պատրոնդաժ, դորջարի մեջ, մնացած բոլոր վայրերում, ապա դասական երաժշտություն հիմնականում մշակութային օջախ։ Իսկ մեր խնդիրը սերենադը մեր համար միջոց է, որ դասական երաժշտությունը այլ պրոպագանդ ենք փողոցում ու ցանկացած վայրում։ Այսինքն եթե մոտենում են, որ մեծ դեպք է եղել, որ շատ մեծ գումար են առաջարկել, որ ասենք ռաբիս երաժշտություն, ես կտրականապես դեմ եմ գնացել, որովհետև մեր խնդիրը կոնսերվատորիայում սովորող երաժիշտներին աշխատատեղեր ստեղծելն է։ Բոլորը ավարտել են կոնսերվատորիան։ Ավարտել են, սովորում են, Տիգրանը սովորում է, հանրապետական մրցույթի առաջին մրցանակակիր է Տիգրանը։ Այսինքն մեր մոտ բոլորը մասնագետ երաժիշտներ են։ Գիտեք, կազմակերպության անունն էլ արդեն ասում է գիտությունով կչալե։ Գիտեք, Ռուսաստանում նաև եվրոպական մի շարք երկրներում ընդունված է, երբ պրոֆեսիոնալ երաժիշտները դե փորձի տեղը թանկ է, բան եւ այլն, իրենք անցումներում, փողոցներում ուղղակի փորձ են անում, նվագում են, կոպիտ ասած, շատ լուրջ, ես անգամ տեսել եմ սիմֆոնիկ քարյակներ։
երբ որ նվագում են եւ անցորդել փող է տալիս, ասած ձեր հետ համ գործ են անում, աշխատում են, համ փող են տալի։ Ինչու մեզ մոտ զարգացած չէ, ինչու համար մեր երաժիշտերին թվում է թե փողոցում նվագելը վայել չի եւ փողոցում նվագում են ինչ որ թերի զարգացած մարդիկ, ահավոր ձայներ են հանում կլարնետներով, բան, ասենք նայում ես այնքան դա մուրացկանի տեսք ունեն, ոչ թե երաժիշտի։ Ես հիմա ասեմ ձեր հարցի պատասխանը, ուրեմն մենթալիտետի խնդիր կա։ Այսինքն հիմա մենք ջարդում ենք այն, այսինքն սերենադի միջոցով մասնագետ երաժիշտները դուրս են գալի փողոց, որտեղ նվագում են բարձրակարգ երաժշտություն։ Այսինքն հիմա եթե ուրիշ կերպ, եթե մենք դասական տրիոյով հանդես գանք, այդ արդեն ուրիշ կերպ կնայվի։ Դրա համար մեր համար սերենադը, այս հագուստները, այս ամեն ինչը համ սիրահար սրտերին է միացնում, համ լավ էներգիա է տալիս, համ էլ մենք այս տարբերակով մենք մատուցում ենք Իսկ ճիշտ տարբերակը գտել ենք, տարբերակը շատ լավ տարբերակ է։ Անկամ Փարիզում այդ փողոցային երաժիշտները հարկային դաշտում են։ Այսինքն դա նորմալ հարկվող հետեմեով է, էլի, ամեն ինչը։ Մինչև տարօրինակ հարց չտա չի հանգստանում։ Տարօրինակ հարց չի, ես ուղղակի շարունակում եմ զրույցը։ Շարունակի, լավ։ Հելիք Ռիվանուլ մի հատ է եկել։ Վերջում է։ Հայկական էլ երաժշտություն ունի։ Հայկական սերենադ հատուկ վարդուհուս։ Լավ, վերջում կերքենք։ Չէ, վերջում էլ կերքենք, ինչ է։ Լավ, երգեք։ Երգեք, խնդրում եմ։ Կրիվանալու անունը խելք։ Հալա հասկացեք, մա բոլորը ներկայացնեք։ Սիրուն, երբ որ ես կրկին հանդիպում եմ քեզ իմ ճանապարհին, ով սիրուն, երբ որ ես կրկին հանդիպում եմ քեզ իմ ճանապարհին, նորից այրում Շերապ սանման, նորից ես չունեմ, ոչ կում ոչ դաթար, նորից այրում եմ, շերապ սանման, նորից ես չունեմ, ոչ դաթար, ախ եթե հանկարծ նորերից մի օր դու մանես գալիս դախուրում ոլոր անքեր կդառնամ ես քո վշտերի մենակ չեմ թողնի իմ սիրած յարի անքեր կդառնամ ես քո վշտերի մենակ չեմ թողնի իմ սիրած յարի Բրավո, բրավո, շատ շնորհակալ եմ, ինչ ռոմանտիկն է, Սերգեյ, ով երգի ում ասենք շնորհակալ Ինչ բերք է ստացա։ Այո, իսկապես ով երկի ում ասենք շնորհակալություն։ Իսկ ձեզ, ասենք կոպիտ ասած ձեր բիզնեսը ձեզ արդարացնում է, բացի հոգու հանգստություն։ Ես հասկանում եմ, որ իհարկե մեծ տեղ է գրավում ձեր այսպես ադուշինան, հա, հոգու համար, բայց դե իսկ գրպանի։ Ես կասեմ, սա ոչ թե բիզնես է, չի կարելի բիզնես նայել։ Մենք մասնագետ երաժիշտներ ենք։ Միանգամից ասեմ, բոլոր հարկային աշխատողները հիմա Դուբայում տժժում են։ Արխային կարակ խոսել։ Մենք հարկայինի հետ խնդիրներ չունենք, որովհետև մենք մասնագետ երաժիշտներ ենք, զբաղվում ենք մեր մասնագիտությամբ, սա էլ մեր մասնագիտության միշտ ճյուղն է, որով փորձում ենք ուրախացնենք մեր ազգաբնակչությունը։ Սկզբնական շրջանում շատ դժվար էր տարածելը, սերենադ երևույթը, բայց կամաց-կամաց մենք անվճար շատ նվագեցինք տարբեր վայրերում, որ մարդիկ տեսնեն, ուրախանան, հասկանան, որ ասենք ես իմ այդ վատ երևույթների կողքը կարելի է մտցնել սիրատոչոր հայացքով մի հատ ծաղիկ առնել։ Սիրատոչոր։ Ուսետ գնալ սիրած աղջկա պատուհանի տակ կանգնել ու ասել ես քեզ սիրում եմ։
Իսկ տարօրինակ դեպքեր գրանցվում են։ Ուրեմն ես ասեմ, որ բոլոր սերենադները տարօրինակ են ասում, որովհետև արդեն իսկ սերենադը ինքը տարօրինակ երևույթ է։ Եթե տարօրինակ երևույթ գիտես, մեզ համար երբ է եղել, Երբ տղան տղայի համար է սերենադի։ Չէ, նման բան ներողություն նման բան բացառում է։ Հետաքրքրություն չեմ գտնում։ Ես այդ արքիրը տեսել եմ, գիտեք, երբ որ Զոքանչը փեսայի համար է պատվիրել։ Ահո, ռիվայե տորտանը։ Նման դեպքեր մարդու բամազերն ապոք է, որը ես գիտեմ, որ մորս լավ է։ Չէ, այդ տարբերակը չէր, ուղղակի իրանք շատ էին միմյանց հարգում ու շրջապատին ցույց տալով, որ այդ կարծրատիպը, որ միշտ զոնքաշներին վատ են, վատ բան ասեկոսեներ կա, այդ տվյալ անձնավորությունը այդ տարբերակը ուզում էր ասել, որ ինքը շատ է սիրում իր զոնքաչի։ Վերջին անգամ երգեք բոլոր զոնքաչների համար, եթե կարելի է։ Այս երգը նվիրվում է զոնքաչներին, հա։ Քեֆ սարքեցիր եթերը։ Ինքը Երևանի սիրուն զոնքաչ։ Հա, Երևանի հրաշեշ կտանք, հա։ Ունեք որևէ ասենք սերենադ հատուկ զոնքաչների համար։ Ոչ, տենց կոնկրետ չունենք հատուկ զոնքաչների համար։ Բայց կնվիրենք զոնքաչներին։ Տարբերություն կա, նաև գեղեցիկ սերունի մասնիկն է, չէ։ Առավել ավակ կարելի է։ Կարող է նաև զոնքաչներ լինի, էլի, ասենք ինչ խնդրեմ կա։ Լավ, այսպեսի հետաքրքիր էր մեր այսօրվա եթերը, մնացեք մեզ հետ եթերում, իսկ մենք վայելենք ձեզ հետ միասին այս գեղեցիկ երաժշտական կատարումը։ Այսօրվա համար այսքանը, շնորհակալություն, ցտեսություն, վայելենք միասին։ Երևանի սիրուն աղջիկ ընկերդ կամա հաստատ գիտեմ որ սեր ունես պահած ինձ համար Երևանի սիրուն աղջիկ ընկերդ կամա հաստատ գիտեմ որ սեր ունես պահած ինձ համար Ինձ պես անուշի Ջահել յարուն ես, Երևանի սիրուն աղջիկ, էլիշ դարդուն ես, ինձ պես անուշիկ, ջահել յարուն ես,